Մանասյանը վատագույն միտն է հենց այդ ինստիտուտի կայացման օրից սկսած։ Հայաստանի Հանրապետության վատագույն միտն է։ Այն, թե նա ինչպես է ծառայում այս իշխանություններին, ուղղակի աղերս չունի միբ լինելու հետ։ Նա չի հասկանում, որ մարդու իրավունքը հենց պիտի պաշտպանել պետությունից եւ հայ մարդու իրավունքը տարբեր տեղերում, տարբեր կառույցների պետություններից։ Այսպես որ ձևակերպեմ, կառավարական մարմիններից։ Հետևաբար նա պարտավոր է հայ մարդու իրավունքների պաշտպանության համար հասնել այնտեղ, որտեղ պետք է։ Եվ սա է, որ չի անում, չի անելու, եւ ես վստահաբար կարող եմ ասել, այս իշխանության օրոք ոչ մի բան առանց Փաշինյանի թելադրանքի տեղի չի ունենում, ինչ բան։ Նրանք որևէ մեկը անկախ կառույցներ չեն, այնպեսին ինչպեսին պիտի լինեին։ Ինչ է կարծում, ընտրություններից հետո հնարավոր է գերիները վերադառնան, այդ ամենը դուք տեսնում եք, որ հնարավորություն Տարբեր սցենարներ են հնարավոր, տեսեք, ընտրություններից հետո կախված արդյունքից բնականաբար, եւ եթե իշխանափոխություն լինի, ու երբ որ իշխանափոխություն լինի, նոր կարող ենք խոսել ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունները ուղիղ շահառու են նրանց այնտեղ պահելու, եւ հետեւաբար ոչ, որևէ հույս նման ունենալ չեմ կարող։ Ինչ վերաբերում մինչեւ ընտրությունները այլ գերիների վերադարձի, չեմ բացառում, որ նման սցենար լինի այլ հանգամանքներով պայմանավորված, բայց ամենևին ոչ այդ մարդկանց զուտ մարդասիրական առումով իրենց ընտանիքների վերադարձնելուց։ Դա կարնի նախընտրական ինչ-որ քայլ այս իշխանություններին աջակցության համար ադրբեջանական իշխանությունների կողմից, Ալիևի կողմից։ Հետևաբար տարբեր սցենարներ են հնարավոր, բայց ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը հնարավոր է բացառապես այս իշխանությունների փոփոխությունից հետո։